Շուկայում մի էշատեր կանչում էր. Էշ, լավ էշ, պայծառատես էշ։ Մարդը փորձում էր իր հիվանդու թույլ էշին ամեն կերպ վաճառել շահեկան գնով։ Լուրը հասավ այդ քաղաքի քաղաքապետին։ Նա իր օգնականի հետ եկավ շուկա։ Ինչ արժե էշդ, հարցրեց։ 100 ոսկի, պատասխանեց էշատերը։ Ինչու այդքան թանկ, զարմացավ քաղաքապետը։ Ինչով է առանձնահատուկ։ Ով այս էշին նստի, կտեսնի Երուսաղեմն ու դրախտը, պատասխանում է էշատերը։ Քաղաքապետը այնքան էլ վստահ չէր եւ ասաց. Եթե ճիշտ ես ասում, ես քեզ կտամ 100 ոսկի, իսկ եթե սուտ ես ասում, կդատեմ ամենայն խստությամբ։ Եվ քաղաքապետը իր օգնականին առաջարկեց նստել էշի վրա, ստուգելու արդյոք ճիշտ է ասում էշատերը, թե ոչ։ Երբ օգնականը պատրաստվում էր նստել, էշատերը նրան ասաց. Պարոն, Երուսաղեմն ու դրախտը անտեսանելի են մեղավորների համար։ Ես մեղավոր չեմ, ասաց օգնականը եւ նստեց էշին։ Բնականաբար, չտեսնելով ոչինչ, նա մտքում ասաց. Եթե ասեմ, որ ոչինչ չեմ տեսնում, անունս կարատավորվի, բոլորը կիմանան, որ ես մեղավոր եմ։ Եվ բարձրաձայն ասաց. Այսինչ գեղեցիկ տեսարան է Երուսաղեմից ու դրախտից։ Սպասիր, իջիր, թող ես էլ տեսնեմ։ Նրան հրեց քաղաքապետը եւ նստեց էշին։ Քաղաքապետը եւս ոչինչ չտեսավ, բայց մտածեց նույն բանը, ինչ իր օգնականը։ Եղիացած բացականչեց. Օ, ինչ պատվավոր էշ է, ինչ սուրբ կենդանի է։ Ահա տեսնում եմ Երուսաղեմը եւ դրախտը։ Քաղաքապետը էշից իջավ։ Ժողովուրդը մոտեցավ, մեկն ուզում էր դիպչել, մեկը համբուրել, մեկը մազը կտրել, օրհնության համար։ Մեկն ընկավ էշի ոտքերի տակ, մեկը աչքերը համբուրեց, իսկ մյուսը պոչը։ Այնքան քաշին-քաշ քշեցին, մինչև հիվանդեշը սատկեց։ Սքավոր ժողովուրդը որոշ ժամանակ անց ի պատիվ էշի դամբարան կառուցեց եւ այն դարձրեց ուխտատեղի սրբավայր։ Նրանք գնում էին, աղոթում էշի հոգու համար, խնկարկում, խոնարհվում եւ օգնություն խնդրում։ Առակը զինչ կցուցանե, չկա ավելի մեծ աղքատություն, քան տգիտությունն է, եւ ավելի մեծ հարստություն, քան առողջ միտք։